Որժան դատարան հակեր չեմ լինելու, հակեր չեմ լինելու ինչու, որտեղ որոնք մեզ հնարավորություն է տալիս վերաբերքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, ոչ թե անկապիստների մեջ պատելու դրանց վերաբերության թույլատրության կամ այլ հարցերին անդրադառնալու, ուստի հնարավորինս հակեր խոսամ ի սկզբանե Ոգել պարոն Հովակիմյանի կողմից ներկայացված բացման խոսքի հետ կապված, այսինքն պայմանական ասած իսակավի դրվելու։ Պատվարժան դատարան քրեական դատավորության վրա գիրքը կոնկրետ արգելի հանրային մեղադրողի վրա պարտականություններ է դնում, պարտականություններ է դնում և պատասխանատվությունը նաև սահմանում այն որոշումների համար, որոնք ընդունվել են միջդատական բարիթում և այն գործողությունների համար, որոնք դատարանում կատարվել և կատարվել են։ Ես ողջունում եմ Հովակիմյանի դիրքորոշումը, որ նույն առոգանությամբ ինչ-որ ընթերցվել էր գույքային հայցը և որտեղ որ 54 անգամ հանցավոր բառը տարբեր օրվումներով բերվել էր և վերաբերվել էր պարոն նախագահին, երբ որ նայում ենք քրեական դատավորության օրենսգրքի կարգավորումները, տեսնում ենք, որ բարույթի հանրային մասնակիցը այդպիսի դիմում ստանալու դեպքում պարտավոր է ներողություն խնդրել արտանացված, ռեաբիլիտացված մեղադրյալից։ 54 անգամ պարոն նախագահին գրավոր, այսպես ասած, փորձել են կպցնել հանցավոր, հանցագործություն, հանցավոր սխեմա, հանցակիցներ։ Ես հիշելու եմ, երբ որ ես քրեական գործը հասնի իր տրավմանական վախճանին, բարդ իրականացնող ներողություն, ճիշտ ոչ թե բարդ իրականացնող, այլ հանրային մասնակցին դիմելուց առնվազն 54 անգամ ներողություն հայցելու հրապարակային պահանջ ներկայացնելու, հաշվի առնելով այն տվյալները, ինչ որ մեր մոտ կան։ Մեղադրանքի հետ կապված, հարգելի դատարան ոչ մեկին հետ չի, որ այս գործը խարսխված է մի հիմնական ապացույցի վրա, ինչի վրա հարգելի պարոն Հովակիմյանը, որ շեշտադրում է կատարում գների մասին խոսելուց, դրանք փորձագետի եզրակացությունը։ Եվ ամեն անգամ նշում, ես մի օրինակ իմ մոտ ուղղակի նշեցի, ընդամենը, ես ուզում եմ թիվը հնչեցնել, 540 միլիոն դրամով է վաճառվել։ 2006 թվականին 2 հեկտար հողը։ Դա 20 տարի առաջ է եղել, մենք բոլորս եղել ենք այդ ժամանակ չափահաս, նաև որոշակի քաղաքացիական գործարքներ ենք ընկել, աշխատավարձեր ենք ստացել։ Ես հիշում եմ շատ հստակ, որ այդ ժամանակ իմ աշխատավարձը ընդամենը 60,000 դրամ էր։ Երբ որ ես անցանում էի, եթե չեմ սխալվում, քնիչ էր այդ ժամանակ, երևի պարոն Հովակիմյանն այդ ժամանակ քնիչ աշխատած կլինի 60,000 դրամ։ Իսկ պարոն նախագահն ընդամենը 2 հեկտար հողը վաճառել է 540 միլիոն դրամով, որս իրավական վեճը չառաջանար ու հասնել դատարանին, ես նախաքննության փուլում ողջամիտ առաջարկներ անեցի հարգելի քննիչին և դիմեցի հարգելի պարոն Հովակիմյանին։ Խնդրանքս հետևյալն էր. ստանալ այն փաստական տվյալները, որի հիման վրա փորձագետը որոշել էր, որ ընդամենը 540 միլիոն դրամը 20 տարի առաջ վաճառված փողամասի համար էժան է։ Տվյալները չտրամադրվեցին։ Ինչ ասեց փորձագետը, ասաց առաջնորդվել են գինդով, նա ասեցի տվեք մենք էլ կարդանք այդ գինդը և բարձեցինք, որ այդ նույն ժամանակահատվածում, նույն տարածքներում մոտավորապես Մալացիա Սեբաստիան ամենքում 661 գույք է ուտարվել։ Դիմեցի վարարտ իրականացնող մարմին, օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող հարգելի դատախազին, ասեց ես տվյալները ստացեք։ Տվյալների համարժություն չկա, քանի որ ընդամենը այս թվական տվյալները շատ բավարար էին, որ այս գործը գա դատարան։ Ինչի այս մասին մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց նշեցի ու կարևորեցի, քանի որ սա մեղադրանքի առանցքն է, փորձագետի եզրակացությունները։ Ես այլ վերաբերելի հարցերում հիշեցնեմ պատվարժան դատարանի, բարձրացնում քաղաքական փուլում այդ միջնորդությամբ մենք հանդես ենք գալու։ Իսկ թե ինչի է պարոն Հովակիմյանը այդպիսի սեր բնութագրիչներով գնահատում ընդամենը 540 միլիոն դրամը, երբ որ մենք այդ ժամանակ 60,000 դրամ աշխատավարձ ենք ստացել, անկեղծ ասած չգիտեմ։
բայց ես փորձել եմ հետաքրքրվելու մակարդակով, որովհետև մենք կաշկանդված ենք, չունենք այդ գործիքակազմերը, պաշտպաններս, մերժվում ենք անձնական տվյալների պատճառաբանությամբ, մերժվում ենք արխիվացված լինելու պատճառաբանությամբ եւ այլ տարբեր պատճառաբանություններով ստանալ այդ հարակից տարածքների հողամասերի պատճառների վերաբերյալ տվյալները, որը ստանալու դեպքում պատվարժան դատարան դուք չէիք ծանրաբեռնվի, մենք չենք գա դատարան 54 անգամ ներողություն, այցելու պարտավորություն, վաղը դատախազությունը չեր ունենա, բայց դա հիմա ունենք են ինչու՞մ է։ Անցնեմ հաջորդ դրվագին, որը պայմանական, այսպես ոչենք, Սիլվայի դրվագ։ Ասած, մենք միշտ այս մեղադրանքի վերաբերվել ենք հումորով ու չենք մտածել, անկեղծ ասած, որ այս գործը կարող է եւ գա հասնի դատարան։ Ես անգամ պատվարժան դատարան փորձեցի դետալային հասկանալ, թե ինչպես է եղել, որ այս մեղադրանքը կարողացել է հասնել դատարան ու փորձանել ապրել, ստիպված մի միտք առաջացավ, որովհետև այդ տվյալները գործում ուղիղ են, մեղադրանքի վերաբերյալ են դիրքորոշումներ, թե Սիլվան այդ գործով չպարզված ոստիկանին համարձում է, ոնց այդ 26 միլիոն դոլարից ավել կանխիկ գումարը փոխանցել, հարց առաջացավ մի հատ նայել ինչքան քաշը։ Լավագույն դեպքում հաշվենք ի օգուտ մեղադրանքի կողմի ունես կալկուլյացիան այսպես արել, $100 բազեցում 2 գրամ։ 27 կիլո պետք է գումար լիներ դեր, մի 2 կիլո պայուսակ, մենք է Սիլվա համբարձում եմ։ Ես պատկերացրեցի այդ VTB բանկի մոտից 27 կիլոն այդ խիղճ կինը սենց քաշտելով տանում է ոստիկանը մանգալի։ Ես մեղադրանքը դուր ջանապետի, իրականում $100 թղթադրամը 1 գրամ է։ 27 կիլո մենք ինքին, հիմա չգիտեմ դալիճում հստած աղջիկները այդ փորձանալությանը մի օր իմ խնդրանքով կմասնակցեն, թե չէ 27 կիլո, ասենք հանեն սեյակից տանեն դուրս, մենք կշռակալ կբերեն։ Էսա, մենք տարօրինակությունները պատվարժան դատարան, մի ոստիկան ասեն, որ ուրիշ ոստիկան լիներ, գնդապետի բարեկենդան իմ կարծիքով էլ ես 27 միլիոն $, քաշտանտալ մեկին ու դառնա դա մեղադրանք, ճիշտ ասած այս մասին շատ բան կա խոսելու, բայց կաշկանդված են օրենքով, մեղադրանքի վերաբերյալ մեկը անկեղծ բացարձակ հիմնավորված չի, ցանկությունների փուլումը, մեկը մեր տրամադրությունը լավ կպահի, Սիլվա ամբողջովին դրվագ է, 27 կիլոյի փորձառությունը երևի կխնդրենք անենք, որովհետև փաստական տվյալները այդպեսին են։ Հա 10 կիլոյի տնից տարել եք բան, հետո 17 կիլո ավելացրել էր տարի չգիտեմ, ես չգիտեմ արգիլ դատը, խոսքեր չկան, մեղադրանքները ապրելու հնարավորություն չունեն։ 54 գումարած 1, Սիլվայի մեղադրանքի լավ տրամադրությունը հաշվի առնելով, խնդրել եմ դատախազությանը ռեաբիլիտացման ժամանակ 54 ներողություն, Սիլվայի դրվագով 1, լավ տրամադրության համար, շնորհակալություն։